Մենք տաղավարում ենք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա մեզ դիտում են, վստահաբար նրանց դեմքին կհայտնվի շատ գեղեցիկ նոստալգիկ ժպիտ, որովհետև երբ հիշենք մեր ուսանողության տարիները եւ հատկապես այն պահը, երբ առաջին անգամ մեր ձեռքում հայտնվեց մեր կրթաթոշակը, դա մի այլ երջանկություն էր հոգեբանության մեջ, որը միշտ հիշելու ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ հիմա, այո, ասենք որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ եւ կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողները առաջին կուրսում ստանալու են բավական շոշափելի չափի կրթաթոշակ, թե ինչի մասին է խոսքը եւ թե գերազանց գնահատականների շնորհիվ այս ամենը ինչ աճ է գրանցելու, շատ ավելի մանրամասն խոսելու ենք մեր սիրելի հյուրերի հետ։ Ես շտապեմ ներկայացնել նրանց. Արա Չոբանյան, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն եւ Գայանե Արզումանյան, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեզ հետ տաղավարում եք եւ ունենալու ենք կարևոր մի հարցազրույց։ Եկեք սկսենք այն հաստատված ու առաջնահերթ եւ կարևոր մասնագիտական ոլորտների մասին, որոնք արդեն իսկ հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ հետո արդեն կշարունակենք կապված կրթաթոշակների հետ։ Շատ լավ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Այսպիսի մի բան ասեմ, մինչ վերջին մեկ տասնամյակ առաջ հասարակության մեջ մի կարծրատիպ կար, որ կրթություն ասելով մենք հասկանում էինք մանկապարտեզ, դպրոց, բու։ Քոլեջ, միջին մասնագիտական կրթական ծրագիրը այս ամբողջ համակարգից կարելի ասել մասամբ դուրս մնացած էր հասարակության ենթագիտակցության մեջ գոնե թե։ Հիմա Փառք Աստծո եւ ի ուրախություն բոլորիս կարելի ասել միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը աճել է եւ նաեւ այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մասնավորապես կրթության գիտության նախարարության կողմից իրականացող միջոցառումներն են պատճառը։ Ինչպես գիտենք, կառավարությունը յուրաքանչյուր տարի ունի գերակա ոլորտներ, մասնավորապես նշեմ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն եւ յուրաքանչյուր տարի հաստատում է գերակա եւ առաջնահերթ ոլորտների մասնագիտությունների ցանկ, որտեղ ընդունվող յուրաքանչյուր ուսանող ստանում է ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։ Եվ սա ստանում են բոլորը ամբողջ առաջին կուրսի ընթացքում։ Երկրորդ կուրսից սկսած արդեն պայմանավորված երեխաների ուսանողների առաջադիմությամբ 50,000 դրամ կրթաթոշակը, եթե գերազանց է սովորում, դառնում է 55,000 դրամ, իսկ եթե լավ կամ գերազանց պահպանում է 50,000-ը, եթե 75%-ից ոչ պակաս գերազանց եւ լավ, դառնում է 40,000 դրամ։ Այս ծրագրի շահառու են նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի ուսանողները, հաշմանդամություն ունեցող ուսանողները, որոնց հասնում է արդեն 25,000 դրամական կրթաթոշակ։ Ինձ թվում է սա բավական մեծ լուրջ քայլ է կառավարության կողմից իրականացրած, որը նպաստում է, որ հետաքրքրությունը մեծանա միջին մասնագիտական կրթության նկատմամբ եւ որպես ցուցանիշ ասեմ 23 թվականին, երբ որ ներդրվեց ծրագիրը, ընդունվեց 847 ուսանող, իսկ արդեն 25 թվականի դրությամբ կարող եմ խոսել 1700 եւ ավելի ուսանողի մասին։ Կրկնապատկված գրեթե կրկնապատկվել է։ Հիանալի նորություն, ինչ խոսք։ Կարելի է պատկերացնել եւ կարծել, որ այս ծրագիրը նաեւ կնպաստի մարզերում կրթության ոլորտը զարգացնելու վրա։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ ասեմ, որ իրականում վերջի 2 տարիների, 3 տարիներին այդ փոփոխությունները արդեն մեզ մոտ տվել են բավականին լավ արդյունք, քանի որ ղեկավարում եմ գյուղատնտեսական թեկումով ուսումնական հաստատություն, գյուղատնտեսությունը այն յուրահատուկ ոլորտներից է, որ այսօր կառավարության համար իրականում դարձել է առաջնային ոլորտներից կարևոր գերակա ոլորտներից մեկը եւ ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ գերակա մասնագիտությունների ցանկը եւ որ մենք ուսումնասիրում ենք գյուղատնտեսական մասնագիտությունները կարելի ասել գերակշռող են եւ ինչը որ շատ ուրախալի է, որովհետեւ մարզային քոլեջները հիմնականում զբաղվում են մարզային բնակիչները զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ եւ շատ կարեւոր է որ մենք ունենանք գյուղատնտեսության համար բարձր գիտելիքներ, մասնագիտական կարողություններ ունեցող կադրեր եւ այս կրթաթոշակի արկայությունը արդեն իսկ նպաստում է այդ կադրերի ներգրավմանը մեր շրջանավարտների մեծ մասը եթե մի ժամանակ չէին գալի որ մեր մոտ սովորեն բնականաբար հիմա դիմորդների թիվը ավելացել է որը խթանել է հենց այդ կրթաթոշակի արկայությունը այս պայմանությամբ մեր քոլեջում 5 գերակա մասնագիտություններ կան բոլորը գյուղատնտեսական ուրեմն մասնագիտություններ են եւ
146 ուսանող կրթաթոշակ ստացող 146 ուսանողից, ուրեմն 132-ը դա գերակա ոլորտի մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողներ են։ Ընդ որում մենք ունենք այնպիսի սպეციფიկ մասնագիտություններ, ինչպիսին օրինակ անասնաբուժությունը։ Մենք անասնաբուժների հետ կապված այսպիսի կարգախոս կա, ասում եմ, բժիշկը բուժում է մարդուն, անասնաբուժը մարդկությանը եւ շատ ուրախալի է, որ վերջի տարիներին ուրեմն մենք կարողացել ենք այս ոլորտում աճ գրանցել ուսանողների թվականակի, մեծացել է հետաքրքրությունը եւ այս պահին երևի թե ամենաշատ ուսանողները հենց այդ մասնագիտությամբ մենք ունենք 48 ուսանող ունենք 3 կուրսերում։ Շատ լավ, մենք պետք է մի կարևոր բան նշենք, որ այս որոշումը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ուսումնական հաստատություններին, իհարկե որոնք այս ոլորտն են ներկայացնում եւ այս ծրագրի մի մասն են կազմում, բայց եկեք խոսենք այն ուսանողների մասին, ովքեր ուսումնական հաստատություն հասնում են հեռավորություն հաղթահարելով, որովհետեւ այստեղ նշեցինք, որ սովորում են սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում բնակվող մեր ուսանողները, նաեւ նրանք, ովքեր լեռնային հատվածներում են բնակվում, ու մարդիկ մի խոսքով ովքեր հաղթահարում են հեռավորություն։ Ինչ է նրանց առաջարկում, ինչ տարբերակներ կան։ Տարբերակներ կան, կրթության հասանելիությունը պետության քաղաքականության հիմնական ուղղություններից է, որպեսզի մատչելի եւ հասանելի լինի կրթությունը բոլորին։ Այդ իմաստով մարզային բնակավայրերում գտնվող ուսումնական հաստատություններում եւ աշխատակիցների եւ ուսանողների համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրամանով արդեն իսկ 25 թվականից գործում է տրանսպորտի ծախսերի փոխհատուցման կարգը։ Ասել է թե այն բոլոր մանկավարժական աշխատողները, որոնք աշխատում են իրենց բնակավայրից առնվազն 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուսումնական հաստատությունում, պետությունը փոխհատուցում է եւ իր վրա է վերցրել այդ ֆինանսական բեռը, քանի որ հատկապես մարզային բնակավայրերում աշխատող եւ սովորող ուսանողների համար ֆինանսական այդ տրանսպորտի ծախսը բավական ծանր է իրենց համար, պետությունը հոգում է այդ ծախսը։ Իսկ ուսանողների հետ կապված բոլոր այն ուսանողները, ովքեր սովորում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հաստատությունում, այն դեպքում, եթե իրենց այդ տարածքում չկա հաստատություն կամ լինելու դեպքում էլ չկա այն մասնագիտությունը, որոնք իրենք են սովորում, այս դեպքում եւս պետությունը որոշել է փոխհատուցել նրանց գնալու, ուսումնական հաստատություն գնալու եւ վերադառնալու բոլոր ծախսերը։ Շատ լավ է։ Իսկ կա դիտարկում կամ չգիտեմ միտք, որ առաջիկայում այս գումարի չափը կարող է բարձրանալ։ Գումարի տրանսպորտի փոխհատուցման 50,000 դրամի մասին է խոսքը։ Կրթաթոշակի մասին է խոսքը։ Ես շատ եմ ողջավորվել այս կամեջը։ Այս պահին կխուսափեմ որևէ բան ասել, ինքը դեռ 23 թվականից գործող կարգավորում է եւ դեռ շրջանավարտ չենք էլ տվել, որպես այդպեսին հիմա վերևի կուրսերում ավարտում են դեռ այն ուսանողները, որոնք ստանում են ձեր նախանշած մինչեւ եթերը զրուցում ենք 4650 կամ 4750 դրամ կրթաթոշակը, դեռ շրջանավարտ տանք, հետո երևի թե չեմ կարող ասել Բայց հրաշալի ամեն դեպքում փակագծերը շատ չբացենք, որպեսզի բոլոր մեր աշակերտների ուսանողների մոտ թողնենք այդ մոտիվացիան շարժառիթը անդադար վեր ձգտելու համար։ Այստեղ հետաքրքիր մի թեմա էլ կա կապված մանկավարժական անձնակազմի հետ, որովհետև հասկացանք այս 3 շատ կարևոր մասնագիտական ոլորտները, որոնք ընտրված են, մենք արդյոք ունենք մանկավարժների պակաս, թե այն մասնագետները, մանկավարժները, ովքեր արդեն իսկ տիրապետում էին այս մասնագիտություններին, նրանց քանակը կամ գուցե վերապատրաստվածությունը բավարար է, որպեսզի նրանք շփվեն ուսանողների հետ եւ մենք այս ոլորտներում ունենանք ապագայում լավ մասնագետներ, ովքեր հիմքերից մեկն են շատ կարևոր մեր պետության համար։ Ես շատ կարճ խոսեմ, պարոն Չոբանյանը կլրացնի ինձ։ Իհարկե ունենք կադրերի պակաս եւ կարիք, լավ կադրերի, լավագույն եւ այդ առումով եւս պետությունը որոշակի գործողություններ, միջոցառումներ իրականացնում է։ Հիմա մենք ունենք մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման գործընթաց։ Ասել է թե վերապատրաստումից հետո պետությունը կազմակերպում է ատեստավորման մի ողջ գործընթաց, որոշակի ամեն տարի տարբեր ոլորտներ, օրինակ անցյալ տարի ավելացել է նաեւ տեքստիլ ոլորտը, որտեղ համապատասխան տոկոսներ հավաքելով իրենք կարող են իրենց աշխատավարձի բարձրացում ունենալ եւ այս բանին ունենք անգամ դասախոսներ, որոնց աշխատավարձը 50 եւ ավելի տոկոսի չափով բարձրացել է, եթե հաղթահարում են շրջանում։ Մի քիչ ավելի մանրամասն եւ պարոն Չոբանյան։ Տեսանք ձեզ, պարոն Չոբանյան։ Ուրեմն աշխատուժի հետ կապված ասեմ, որ ցավոք սրտի Երևան քաղաքը այսօր
կլանում է նաև մեր երիտասարդ կադրերին, ցավոք սրտի այդպիսի միտում կա, մենք բոլորս դրա մասին տեղյակ ենք։ Իհարկե մենք ունենք այս պահին դասավանդողների հետ կապված որոշակի խնդիր, որոնց հիմնականում կամ տարիքի հետ կապված կամ ուրեմն նաև մասնագիտություններ կան, որտեղ որ ցավոք սրտի ժամանակին այս ոլորտին ուշադրություն չդարձնելով եկել ենք հասել ենք նրան, որ կադրերի իրական պակաս կա աշխատաշուկայում, բայց այդ բացը փաստորեն մենք կարողանում ենք ուրեմն լուծել մեր հենց շրջանավարտների հաշվին, որովհետև պետական կրթական չափորոշիչներով թույլատրվում է, որպեսզի քոլեջի շրջանավարտները որոշակի փորձի արկայության պարագայում կարողանան աշխատանք ունենալ եւ դրան նպաստեց նաեւ վերջի տարիների ատեստավորման եւ հավելավճարի ներդրման մեխանիզմը, որը արդեն շահագրգռել է, որպեսզի որոշ ուրեմն մեր աշխատակիցներ ատեստավորվեն, ավելի շատ աշխատավարձ ստանան, իսկ դա արդեն խթան է հանդիսացել, որպեսզի ոլորտը դառնա գրավիչ։ Եվ այս պահին իմիջիայլոց ասեմ, մրցույթային կարգով է իրականացվում ուրեմն մեր մանկավարժական աշխատողների աշխատանքի ընդունելությունը եւ ի ուրախություն պետք է ասեմ, որ արդեն իսկ դիմողների քանակը ավելացել է որոշակի տոկոսի չափով, բայց իհարկե մենք այս պահին ունենք նաև նույնիսկ հանրակրթության հետ կապված, հանրակրթական առարկաներ դասավանդելու հետ կապված որոշակի ուրեմն խնդիրներ եւ ինչ ինձ համար իրականում զարմանալի է, այլ հարց է, որ մասնագիտական առարկաների հետ կապված խնդիր է առաջանում, որովհետեւ իրականում լավ մասնագետը շատ բարձր աշխատավարձով այլ ոլորտներում կարողանում է աշխատանք գտնել, բայց հանրակրթության հետ կապված օրինակ ինձ համար զարմանալի է, ինչու մանկավարժական համալսարանը ավարտած մարդը չի ցանկանում, ասենք, աշխատել։ Իհարկե, այստեղ ուրիշ խնդիրներ կան, որը ոչ միայն կապված է ցավոք սրտի աշխատավարձի մակարդակով, այլ պայմանավորված է նաև մասնագիտական ուրեմն իրենց կարողությունների, գիտելիքների, այսինքն մարդը գալիս է եւ տեսնում է, որ ոլորտը իրենը չէ եւ հրաժարվում է հետագայում աշխատել։ Բայց իհարկե այստեղ էլ մենք համագործակցում ենք եւ նախարարության հետ եւ տարբեր միջազգային կառույցների հետ իրականացնում են վերապատրաստումներ, հուսով եմ մոտ ապագայում այդ խնդիրը մենք կարողանանք լիարժեք կարգավորել։ Բայց ի վերջո ամփոփելով պետք է համարենք, որ սա շատ ամուր սկիզբ է, որտեղ կա հրաշալի հիմք կառուցելու մանկավարժական եւ ուսանողական հրաշալի հարաբերություն, որի հիմքով այո մենք ունենանք շատ լավ կադրեր ու մասնագետներ ապագայում մեր երկրի համար։ Շնորհակալ ենք ձեզ այս կարևոր ու ուրախալի լուրը մեզ հետ կիսելու, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Եվ շատ մանրամասն ու կարևոր տեղեկությունների համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարժվում ենք առաջ, սա առավոտ լուսոն է, մնացեք մեզ հետ։